Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 10:16-21, եկեք նորից ընթերցենք հատվածը, բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան ավետարանին, որովհետև Եսային ասում է Տեր, ով հավատաց մեր լուրին։ Ուրեմն հավատքը լսելուցն է, եւ լսելը բնագրի մեջ Քրիստոսից կամ Քրիստոսի խոսքից կամ Քրիստոսի մասին խոսքից։ Բայց ես ասում եմ, միթե չլսեցին, մանավանդ որ նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը եւ նրանց խոսքը մինչեւ աշխարհի ծայրերը, բայց ասում եմ, միթե Իսրայելը չգիտած, առաջ Մովսեսն է ասում, ես ձեզ նախանձավոր կշինեմ մի ոչինչ ժողովրդով եւ մի անմիտ ազգով կկսկծացնեմ ձեզ, բայց Եսային ավելի համարձակվում է եւ ասում, ես գտնվեցա նրանց, որ ինձ չէին որոնում, հայտնի եղա նրանց, որ ինձ համար չէին հարցնում, բայց Իսրայելին ասում է, բոլոր օրը իմ ձեռքերը մեկնեցի դեպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։ Եթե հիշում եք մեր առաջի ձայնագրության մեջ ես շեշտեցի, որ այս հատվածում ընդհանուր համատեքստի օղակներում առաքյալ ուղղակի ցույց է տալի, որ Իսրայելի անկման պատճառ չի հանդիսանում Աստծո որևէ մեկ բաց թողում, այսինքն ինչ որ մի բան Աստված պակաս արեց Իսրայելի կյանքում, դրա համար Իսրայելը չհավատաց։ Այսինքն ամեն մեկ իսրայելացի, երբ որ կանգնի Աստծո առաջ, չի կարա ասի, որ Տեր Աստված դու այս բանը չարեցիր, այդ պատճառով մենք չհավատացինք փրկության միջոցին։ Սա գլխավոր միտքն է, որ առաքյալը զարգացնում է, բայց այս գլխավոր մտքի հետ անդրադառնում է հավատքի կարևոր 4 բնութագրերին, այսինքն 4 հատկություններին, որով ամբողջանում է կամ որով մենք պատկերացում ենք կազմում իրական փրկարար հավատքի մասին։ Առաջինը մենք տեսանք, որ փրկարար հավատքը դա հնազանդությունն է, այսինքն առաքյալը հոմանիշներ է օգտագործում։ Առաքյալն ասում է 16 համարում, բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան ավետարանին հնազանդ եղան, եւ հետեւից էլ Եսայի մարգարեի մեջբերումով ասում է Տեր, ով հավատաց մեր լուրին։ Այսինքն հնազանդվել դա նշանակում է հավատալ։ Հավատալ չի նշանակում ուղակի լսել Քրիստոսի մասին լուրը հասկանալ եւ ասել ամեն, համաձայնվել։ Դա չի նշանակում հավատալ։ Հավատալ նշանակում է կատարել այն սկզբունքները, որ լսեցիր Քրիստոսի մասին։ Դա նշանակում է մղվել սրբացման ընթացքի, մեղքի դեմ պայքարի, Քրիստոսին նմանվելու process-ի մեջ լինել։ Սա նշանակում է հնազանդվել, այսինքն հավատալ նշանակում է հնազանդվել։ Երկրորդ կարևոր մեկ սկզբունք մենք տեսանք արդեն 17-ի մեջ մենք տեսանք, որ հավատքը լսելուցն է։ Այսինքն հավատքը չի արտադրվում որևէ մեկ հրաշք տեսնելուց, հավատքը չի արտադրվում մարդկային կերպերով, երբ որ ինչ-որ մեկը մեզ համոզում է, որ մենք հավատանք։ Հավատքը արտադրվում է խոսքը լսելուց, իսկ խոսքը վերաբերվում է Քրիստոսի մասին լուրը լսելուց։ Դրա համար նախորդ ձայնագրության մեջ ես շեշտեցի, որ ավետարանչություն չի նշանակում մարդկային կերպեր օգտագործել, որպեսզի կարողանանք մարդկանց հակառակության գոնե չափանիշը իջացնենք, որպեսզի մարդկանց համոզենք Քրիստոսին հավատալու։ Ավետարանչություն, որտեղ շատերը ավետարանչություն ասելով հասկանում են մարդկանց համոզել Քրիստոսին ընդունելու մեջ։ Կիրառում են տարբեր կերպեր, կիրառում են, չգիտեմ, կոշիկի տուփեր, մանիպուլյատիվ բժշկություններ են կազմակերպում, հրաշքներ են կազմակերպում, իբր թե շարժեն մարդկանց զգացմունքները։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը։ Դրա համար մեր ավետարանչության, ընդհանրապես ավետարանչության բուն նպատակը Քրիստոսի մասին ճիշտ խոսքը փոխանցելն է, ոչ նրա վրա ավելացնել, ոչ էլ նրանից ինչ-որ մի բան պակասացնել։ Ուղղակի ավետարանչություն նշանակում է Աստծո խոսքը փոխանցել, որովհետև գործ անողը մարդկանց սրտերի հետ ոչ թե մեր մարդկային կերպերն են, ոչ թե քարոզիչն է ազդում մարդկանց վրա, այլ հենց ինքը Աստծո հոգին մարդկանց սրտերի հետ խոսում է այն խոսքով, որը որ տվել է եւ այդ քարոզիչը փոխանցում է ուղղակի այդ ճշմարիտ խոսքը։ Սա նշանակում է ավետարանչության բուն նպատակը։ Եվ երրորդ արդեն մեր բնութագիրը հավատքի, որը շատ կարևոր է, որի մասին միգուցե մի քիչ ավելի շատ խոսենք, որովհետև այս հատվածում ավելի անդրադառնում է առաքյալը Աստծո նախախնամության։ Նախախնամությունը սերս դա ինչպես է Աստված իր նախորոք որոշվածը կամ նախասահմանված ծրագիրը ներմուծում իրական ֆիզիկական կյանք։ Ինչպես է Աստված իրականացնում այդ որոշածը, կոնկրետ Աստված նախասահմանել է ինչ-որ մեկին փրկության նախախնամությունը, ինչպես է Աստված ներգործում այդ մարդու կյանքում եւ բերում նրան այդ նախասահմանված փրկության։ Սա նախախնամության բաժինը մեր այս հատվածում նախախնամության մեջ կարանք մեկ կարևոր լծակ տեսնենք, երբ որ Աստված գրգռում է նախանձի,
Ես մի քիչ այս մասին խոսենք, որովհետև մի քանի կետեր կա, որոնք ամբողջացնեն ինչ է նախախնամությունը։ Ուրեմն, մեր այս հատվածում մենք տեսնում ենք, որ հավատքը հանդիսանում է Աստծո շնորհքից պարգև մարդուն։ Երբ որ մենք ասում ենք, որ բնական մարդը չունի կարողություն հավատալու, ուշադիր լսեք, մենք չենք ասում, որ ընդհանրապես հավատալու կարիք չունի։ Մենք ասում ենք Քրիստոսին որպես փրկիչ ընդունելու այս հավատքի խնդիրը ունի։ Այդ կարողություն չունենալ չի նշանակում, որ մարդը ընդհանրապես հավատալու կարողություն, որտեղ մարդը շատ բաների արդեն հավատում է։ Մարդու համար խնդիր չկա, հավատա, որ ինքը կապիկից առաջացել։ Խնդիր չունի, անմիջապես հավատում է։ Բայց այն հավատքը, որը կբերի նրա կյանքում փրկություն, որը կանրադառնա որպես հնազանդություն եւ նրա կյանքում կներմուծի սրբացման ընթացք, Քրիստոսի նմանվելու process մեղքի դեմ պայքար, այդ հավատքը անձը ստանում է Աստծո շնորհքից, Աստծո շնորհքից որպես պարգև։ Մի քիչ խոսենք այս մասին, որպեսզի տեսնենք։ Այսինքն, երբ որ առաքյալն անդրադառնում է այս բաղադրիչին, ինչպես է Աստված մարդկանց բերում, նախանձի գրգռում բերում, մենք կտեսնենք, որ այդ հատվածների մեջ շատ լավ ընկալվում է, թե ինչպես է Աստված ներգործում որպես փրկության սկզբունք, եւ հավատքը գալիս է որպես Աստծո շնորհքից պարգև։ Մի քանի հատվածներ, որոնք մեզ կասեն, տեսեք, օրինակ Ֆիլիպեցիս առաջի գլխում, բայց մենք ավելի խորը հատվածներ կնենք։ Ֆիլիպեցիս առաջի գլխում կարևոր բան ասում առաքյալը, տեսեք 29 համարում եւ ձեզ Աստվածանից այդ շնորհքը եղավ կամ այդ նվերը եղավ Քրիստոսի համար, ոչ միայն հավատալ նրան, այլ նրա համար չարչարվել է։ Տեսեք ինչ է ասում առաքյալը, եւ առաքյալը սա ներկայացնում է, որպիսի հավատացյալներին ներկայացնի, որ այն հավատքը, որ դուք ունեք, դա Աստծուց է որպես նվեր, եւ այդ հավատքի հետևանքում է ձեր կյանք եկե նաեւ չարչարանք, այսինքն դուք հավատացիք Քրիստոսին։ Նրանք, որոնք Քրիստոսին չհավատացին, նրանց կյանքում Քրիստոսի անվան համար չարչարանք գոյություն չունի։ Նրանց չարչարանքը այլ կյանքի հոգսերն են։ Դուք հավատացել եք Քրիստոսին, դեմար այդ հավատքը ձեզ մղել է սրբացման կյանքի, փոխել է ձեր արժեքային համակարգը, դուք աշխարհում համարվում եք արդեն օտարներ, այս պատճառով ձեր կյանք աշխարհի կողմից գալիս է չարչարանք։ Դեմար ինքը ներկայացնում է երկուսն էլ որպես Աստծո նվեր, բայց իրականում հավատքն է որպես Աստծուց ստացած նվեր, որի հետևանքում նաև գալիս է չարչարանք, որտեղ այդ հավատքով մենք ապրում ենք Քրիստոսի արժեքների մեջ, որ աշխարհը չի ընդունում։ Նորից նայեք 29 համար։ Եվ ձեզ Աստվածանից այս շնորհքը եղավ Քրիստոսի համար, ոչ միայն հավատալ նրան, այսինքն եթե դուք հավատացել եք Քրիստոսի համար ձեզ Աստծուց շնորհք եղավ, որ նրան հավատաք, բայց ոչ միայն այս հավատալը եղավ, այլ նրա հետևանքում նաև Քրիստոսի անվան համար չարչարանքը նաև ձեզ համար պարգև եղավ, նվեր եղավ, որի համար դուք վարձ կունենաք երկնքում։ Սա կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք մեր հատվածին, որտեղ մեր հատվածի մեջ առաքյալը անդրադառնում է Աստծո նախախնամության 19 եւ 20 համարներում մի քանի կերպեր կա Աստծո նախախնամության, ինչպես է Աստված մարդուն մղում կամ գրգռում նախանձի մղում գործողության, անձ ով կռապաշտության մեջ է կամ ով դաթարի մեջ է Աստված պաշտության առումով, ինչպես է Աստված նրա կյանքում օգտագործում պարագաներ, որոնք գրգռում են նախանձի նրան դեպի ապաշխարություն կամ Աստված պաշտություն բերելու։ Այս հատվածում առաքյալը խոսում է այս մասին, եւ առաքյալը ցույց է տալի, որ Աստված իրականացնում է սա Իսրայելի կյանքում, եւ այդ Իսրայելի անկումը մերժելը հանդիսանում է որոշակի առումով Աստծո կողմից նախասահմանված միջոց, որպիսի հեթանոսներին մղի փրկության, այսինքն Իսրայելին թույլ տալով, որ Իսրայելը ապրի այս անկում, հեթանոսներին նախանձիա գրգռում, որպիսի բերի ապաշխարության, եւ հետագայում հեթանոսներին ապաշխարության բերելով նախանձիա գրգռելու իսրայելացիներին, որպիսի նրանց վերականգնի ապաշխարության առումով, առիթ տա նորից ապաշխարության։ Սա կարևոր է եւ մեր հատված այս մասին խոսում, բայց ինչ կանադառնանք, եկեք առաջի հենց 19 համարին նայենք։ Տեսեք 19 համարում ասում է, բայց ասում եմ, միթե Իսրայելը չիմացավ։ Ինչը չիմացավ։ Քրիստոսի մասին լուրը, փրկության միջոցը, միթե չիմացավ։ Եվ անմիջապես անդրադառնում է 5 տականի երկրորդ օրինաց մի մեջբերումի, որը շատ կարևոր է։ Այդ մեջբերման մեջ ցույց է տալիս, թե ինչպես Իսրայելի ժողովուրդը, ուշադիր լսեք, խնդրում եմ, իր անհավատությունով, իր կռապաշտությունով, չաստվածներին պաշտելով նախանձի գրգռեց Աստծուն։ Եվ Աստծո կողմից պատիժ եկավ,
Եվ սա առաջի նախախնամության լծակն է, միջոցը, որ Աստված օգտագործում է, պատժելով օտար ժողովուրդներով նրանց նախանձիա գրգռում ապաշխարության։ Հիշում եք միշտ գերության, երբ որ Աստված թույլ է տալի, որպեսզի օտար ազգեր գան եւ գրավեն, կործանեն քաղաքները Իսրայելի, ժողովրդի որոշ մաս սպանեն, որոշ մասի տանեն գերություն, միշտ հիշեք, այդ ընթացքի մեջ է շնորհքի ընտրության պես մնացորդը ի վերջո ապաշխարում եւ դառնում Աստծո կամ փրկվում։ Դա Աստծո գործելակերպն է, նախախնամությունն է։ Դա համար ասում է, եթե ամբողջ Իսրայելը լինի ծովի ավազի չափ, միայն մեկ մնացորդ կփրկվի։ Այսինքն խոստումի որդիները, եւ դա այն process-ն է նախախնամության, որի մեջ Աստված հանում է կամ որի մեջ Աստված արտադրում է իր զավակներին։ Սա կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք ընդհանուր առմամբ այս մեջբերումներին։ Առաջինը, բայց ասում են միթե Իսրայելը չգիտած, ինչ օղակներում ենք ասում։ Այսինքն ամեն բան արված է եւ Իսրայելի նույնպես ասված է, բայց միթե Իսրայելը չգիտած եւ անմիջապես անդրադառնում առաջ Մովսեսն է ասում, այդ ինչ է ասում Մովսեսը, եկեք անդրադառնանք սրան հիմա։ Տեսեք, Աստված շեշտում է 21 համարում, երկրորդ օրինաց 32:21։ Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով, այսինքն կուրքերով, Աստված չլինողներով, այսինքն նրանք, որոնք գրգռեցին, դա Իսրայելի մասին է, չաստվածով, այսինքն եթե Իսրայելը չաստվածով գրգռեց իմ նախանձը եւ նախանձը ինչպես արդյոք ինձ բարկացրին իրենց սնոտի բաներով, սնոտի կամ դատարկ աստվածպաշտությունով ինձ բարկացրեցին։ Նորից ուշադիր նայեք, ինչ մեջբերում անում Պողոս Արաքյալը Մովսեսից, որը ցույց է տալի Աստծո նախախնամությունը։ Աստծո նախախնամություն ռուսերեն предводение, ինչպես է Աստված գործում մարդկանց բերում փրկության։ Սա շատ կարևոր բաժին է, որ մենք տեսնենք, կամ այն նախասահմանված է, ինչպես է ներմուծում ֆիզիկական կամ մարդկանց կյանք։ Տեսեք, խնդիր չկա նախասահմանության մասին խոսել, երբ որ խոսքը գնում է Աստծո ստեղծագործության, երկնքի, տիեզերքի, ընդհանուր բնության, դա նախասահմանված է եւ այդպես եղավ։ Բայց երբ որ խոսքը գնում է փրկվածի կյանքում նախասահմանության, այստեղ է առաջանում աստվածաբանական դեբատները։ Հիմա Արաքյալը այստեղ խոսում է ինչպես է Աստված մարդուն բերում փրկության, հենց այդ դեբատի, այդ վիճաբանության օղակների այդ սկզբունքի մասին է խոսում։ Տեսեք, նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով։ Աստված ասում է, քանի որ ժողովուրդը ինձ գրգռեց, բարկացրեց չաստվածներով, ես էլ նրանց նախանձը կգրգռեմ չժողովուրդով, մի այնպիսի ազգով, որ ինձ ժողովուրդ չի համարվում, որ Աստծո սեփական ժողովուրդ չի, այլ թշնամի է, նրանց միջոցով կգրգռեմ սրանց, կամ կպատժեմ, առաջինը պատժելը, ինձ բարկացին իրենց սնոտի բաներով, եւ ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի չժողովուրդով, տեսնում եք զուգահեռականը, նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով, ես էլ չժողովուրդով նրանց կբարկացնեմ կամ կգրգրեմ։ Մի անմիտ ազգով կբարկացնեմ նրանց, ուշադիր նայեք բառը, կբարկացնեմ նրանց։ Ինչի կբարկացնեմ, որտեղ նրանք բարկացրին ինձ։ Սա շատ կարևոր է, որ տեսնեք։ Նրանք չաստվածով բարկացրին ինձ, նախանձի գրգռեցին, այսինքն բարկացնել բառը Արաքյալը կամ Մովսեսը մեկ այլ բառով ասում Աստված ասում է գրգռեցին իմ նախանձը, նախանձի գրգռեցին, ինձ մղեցին գործողության։ Ինչ եմ ես ասում, որ մենք հասկանանք նախանձի գրգռել բառը հավասար է մղեցին որոշ գործողության, դա կլինի պատիժ։ Տեսեք, օրինակ, որպեսզի մենք հասկանանք, Աստծո նախախնամության մեջ Աստված օգտագործում է մարդու հատկությունները մեղավոր բնությունից արտադրված։ Ոչ թե Աստված խստացնում է մարդու սիրտը, այլ արդեն այդ բնության օղակներում մարդու խիստ սիրտը Աստված թույլ է տալիս, որպեսզի այն արտահայտվի եւ որի արտահայտության արդյունքում որոշակի գործողություններ է լինում։ Տեսեք, որպեսզի սա հասկանանք։ Եվ մենք խոսացել ենք Աստծո կամքի մասին այլ ձայնագրությունների մեջ, բայց մի փոքր շեշտեմ։ Երբ որ խոսքը գնում է Աստծո կամքի մասին, մենք պետք է հասկանանք, որ գոյություն ունի Աստծո կամք թույլ տրվող կամք, այսինքն մի բան, որ Աստված թույլ է տալիս որ լինի, ինքը չի անում դա։ Դա մարդու հատկություն է։ Օրինակ, Աստված կարա թույլ տա, որ դուք նախանձեք ինչ-որ մեկին։ Այդ նախանձը գալիս է ձեր ագահությունից։ Նախանձ, նախորոք ուզում եք դու դա կունենաք։ Դա ձեր հատկությունն է, դա Աստված չի անում։ Բայց Աստված կարա զսպի այդ նախանձը, այնպես անի, որ չնախանձեք, պարագաները փոխի։ Եվ այնպես անի, որ դուք ձեր նախանձը արտահայտեք։ Այսինքն տեսեք, երբ որ օրինակ հիշում եք նույն մեր 9-րդ գլխում Արաքյալը շեշտում է, որ Աստված խստացրեց Փարավոնի սիրտը։ Ինչպես խստացրեց, թույլ տալու կամքով։ Տեսեք, ուշադիր լսեք բառերը, ինչ էր ասում Մովսեսը կամ ինչ ասեց Աստված, որ Մովսեսը հաղորդի
փարավոնին։ Հիշում եք, գնաց եւ ասաց, գնա եւ փարավոնին ասա, բաց թող իմ ժողովուրդը, որ անապատում գա ինձ երկրպագելու։ Ուշադիր լսեք բառերը։ Բաց թող, ում ասում փարավոնին, ասում է բաց թող իմ ժողովուրդը։ Ում ժողովուրդը։ Աստված փարավոնին ասում է բաց թող իմ ժողովուրդը։ Փարավոնը ինչպես անկալում այդ բառը բաց թող իմ ժողովուրդը։ Փարավոնն ասում է այդ ժողովուրդը իմ ճորտն է, ոչ թե քոնը։ Այսինքն որ Մովսեսը գնում այսօր բաց թող իմ ժողովուրդը, փարավոնի այս լսած իմ ժողովուրդը խստացնում է նրա սիրտը, ոնց թե քո ժողովուրդը, դա իմ ժողովուրդն է, բաց չեմ թողի իմը։ Այսինքն ոչ թե Աստված խստություն է դնում նրա սրտի մեջ, այլ Մովսեսի բառերով շարժում է նրա ագահության կամ նրա սեփականության հասկացողությունը։ Այսինքն սա ուղղակի Աստծո թույլ տրվող կապն է, ոչ թե Աստված խստացնում է, խստություն է դնում նրա սրտի մեջ, այլ Մովսեսի լուրը խստացնում է, քանի որ նա ագահ է, քանի որ նա ժողովուրդը ընկալել է որպես իր ճորտ։ Սա օգտագործում է Աստված իր նպատակների համար։ Նույնը կարաք տեսնեք, ինչպես Աստված օգտագործեց Հովսեփի եղբայրների նախանձը, որպեսզի Հովսեփին ուղարկվեն ու Հովսեփը գնա եւ Եգիպտոս եւ դառնա այնտեղ կարևոր պաշտոնյա, որ մի ամբողջ ժողովուրդ սովից փրկվի։ Սրանք կարևոր է։ Նաև մեր հատվածի մեջ, եթե հիշում եք, մենք ընթերցեցինք, հիշում եք Եսայի 6-րդ գլխում, մեր նախորդ ձայնագրության մեջ մենք շեշտեցինք, որ Աստված ասում է, երբ որ Աստված երևում է Եսայի մարգարեին ամբողջ փառքով, Եսային տեսնում է իրականում ինքը ով է, այսինքն տեսնելով Աստծո փառքը, տեսնում է իր ոչնչությունը, որքանով էլ ինքը Աստծո մարգարե է։ Ասում է, կործանվում եմ ես պիղծ շրթունքներով ժողովրդի մեջ եմ եւ պիղծ շրթունքներով մարդ եմ ես։ Պիղծ շրթունքներով մարգարեն է ասում։ Եվ ով սրբացման էտալոնն է այդ շրջանի։ Եվ ինչ էր ասում, եւ Աստված ասեց, ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար։ Հիշում եք, եւ Եսային ասում է ինձ ուղարկի, ես կգնամ։ Եվ ինքը մտածում է, որ հիմա կգնա, փրկության լուրը կփոխանցի, բայց Աստված հիշում եք ինչ ասեց. գնա եւ այս ժողովրդի սիրտը թանձրացրու։ Ինչպես պիտի թանձրացներ Եսայի մարգարեն այս ժողովրդի սիրտը։ Փրկության լուրը ասելով, որին հակառակ էր Իսրայելը։ Այսինքն երբ որ դուք որևէ մեկին մի բան եք ասում, որ ինքը չի սիրում, ինքը ձեր հանդեպ հակառակվելու է։ Դրա համար Աստված ասում է գնա եւ կարծրացրու կամ թանձրացրու այս ժողովրդի սիրտը։ Այսինքն եթե մի խոսքով ասենք, Աստված ուղարկում է ճշմարտությունը խոսելու, բայց այդ ճշմարտությունը հակառակություն է գտնում մարդու մեղավոր բնության մեջ։ Այսինքն Աստված դա օգտագործում է։ Մարգարեն գնում է փրկության լուրն է ասում, բայց ժողովրդի սիրտը խստանում է դրանից։ Դա համար ասում է գնա եւ թանձրացրու կամ կարծրացրու այս ժողովրդի սիրտը։ Լսելով կլսեն, բայց չեն լսի, դուները չի գա։ Եվ մենք անդրադառնալու ենք, որ որքանով էլ որ պարգևը, հավատքը Աստծո շնորհքի պարգևն է, մարդը կրում է պատասխանատվություն, որտեղ երբ որ մենք ասում ենք մարդը չունի կարողություն հավատալու, մենք չենք ասում, որ ինչ որ մի բան Աստված քիչ հատվե այդ մարդուն։ Չէ, այդ մարդը շատ բաների հավատալու կարողություն ունի, բայց ինքը չի հավատում Քրիստոսի լուրին փրկության, ինչի, որտեղ ինքը ուզում է իր ցանկությունը կատարի, ինքը չի ուզում հավատալ Քրիստոսին։ Այսինքն ոչ թե չի կարողանում, այո, չի կարողանում, բայց չկարողանալը ոչ թե որ Աստված ինչ որ մի բան չի տվել, պակասա տվել, այլ որ ինքը չի ուզում։ Դրա համար, այսինքն չի ուզում, դա նշանակում է կապված է մարդու կամքի հետ, մարդու մեղավոր բնությունը, կամքը մերժում է Աստծուն, մարդը ուզում է իր կյանքը վայելի, իր ցանկությունները կատարի, ինքը չի ուզում իր կյանքը նվիրի Քրիստոսին, Քրիստոսի համար ապրի։ Սա բնականն է, դրա համար Աստված միջև չփոխի մարդու կամքը, հիշում եք Ֆիլիպեցիս խտում, չէ՞ որ Աստված գործում է, ներգործում է ձեր մեջ կամենալ եւ անելը, ցանկանալը եւ այդ ցանկանալը իրականացնելը, դա Աստված է ներգործում ձեր մեջ։ Ֆիլիպեցիս 2:12 կամ 13։ Սա շատ կարևոր է։ Այսինքն Աստված, երբ որ ասում ենք մարդը չունի կարողություն, դա Աստծո պարգևն է, դա նշանակում է Աստված մարդու կամքը փոխում է եւ այդ մարդը այդ հավատքը գալիս այդ կամեցողությունից, արդեն ուզում է հասկանում է խոսքը եւ այդ վերստին ծնունդի օղակներում այդ ամբողջ այդ փունջը լուսավորվելը, հասկանալը, հավատալը, ապաշխարելը, վերստին ծնվելը մեկ ակնթարթում Աստված կատարում է մարդու կյանքում, այն մարդու կյանքում, ում Աստված նախասանել է։ Դրա համար մենք անդրադառնանք մեր հատվածին։ Ուրեմն տեսեք, առաջինը մենք տեսանք, որ ինչպես Եսայի ինչպես Մովսեսն է ասում, եւ Մովսեսի պարագայում Աստվածը ինչպես դուք գրգռեցիք իմ նախանձը կամ իմ բարկությունը չաստվածով, ես էլ կգրգռեմ նրանց նախանձը իմ ժողովուրդով, մի անմիտ ազգով կբարկացնեմ նրանց։ Ինչ հասկացողության մասին է խոսքը։ Այսինքն սա ես ուզեցի ասեմ, որ դուք ընկալեք, որ այստեղ գրգռել, նախանձի գրգռել նշանակում է մի ժողովրդի, ով Աստվածպաշտության մեջ դաթարի մեջ է կամ կռապաշտության մեջ է, նրանց մղել,
նրանց մղել դեպի ապաշխարություն, մղել գործողության, սա հիշեք։ Նախանձի գրգռել մեր հատվածում մանավանդ երբ որ մենք տեսնում ենք ինչպես է հեթանոսների միջոցով Իսրայելին մղում ապաշխարության, այ մեր հատվածը առավել խոսում է այդ մասին։ Սա նշանակում է նրանց մղել գործողության։ Ուրեմն, առաջինը ինչպես է Աստված նախանձի գրգռում հեթանոսների միջոցով, առաջինը ուղարկում է նրանց վրա օտար ժողովուրդներին որպես պատիժ, որ կործանեն, որպեսզի այդ մնացորդը մնա, այսինքն նրանց այդ չաստվածներին պաշտելու գրգռումով, այսինքն բարկությունով Աստված ուղարկում է նրանց վրա այդ ժողովուրդներին, որով նրանց մղում է որոշակի առումով պատժի, որը ներգործում է նրանց կյանքում առ Աստված աղաղակ։ Միշտ Իսրայելը Դանիելի գիրքը կնայեք, օրինակ Աստված միշտ պատժել է Բաբելոնով, պարսիկների մարելու կայսրությունով, հունական թագավորությունով, ասորիներով, վերջի շրջանում Քրիստոսի նաև հռոմեական կայսրությունով պատժում էր Իսրայել Աստված։ Եվ այդ շրջանում էր, որ առաջ էին գալի, տեսեք օրինակ հասարակ մի բան, մեր ասացի հետ կապ չունի, բայց տեսեք հռոմեական կայսրության այդ ճնշումը ինչ արտադրեց, նախանձավորներ, հիշում եք զիլոտներ, նախանձավորներ իրենց ավանդույթի, ճիշտ է, այստեղ խոսքը չէր վերաբերվում Աստծո խոսքին, այլ ավանդույթն էին բռնում, բայց արտադրվեց նախանձ իրենց հրեական ավանդույթներին, թույլ չեն տալիս սրանք, որ մենք Աստծուն պաշտենք, իրանց չաստվածներին են պաշտում, այսինքն սա մղում էր, պատիժ էր, բայց մղում էր որոշակի գործողության։ Տվյալ պարագայում հռոմեական կայսրության մեջ առաջ եկան նախանձավորները, եւ Քրիստոսի աշակերտներից մեկն է նախանձավոր Սիմոն Զիլոտը, Սիմոն նախանձավորը։ Լավ, ամեն դեպքում առաջինը մենք տեսնում ենք Աստված օգտագործում է որպես լծակ նաեւ պատիժը Բաբելոնով, պարսիկների եւ հույների, ասորիների, հռոմի։ Եվ հիշեք, գերության մեջ աղաղակում էին եւ այդ մնացորդը միշտ առաջ էր գալի գերության շրջանում։ Այսինքն սա լծակ էր Աստծո կողմից նախանձի գրգռել։ Հիմա երկրորդ Իսրայելը արտանում էր նաեւ հոգեվոր քնից, երբ որ հեթանոսներին փրկության դուռեր բացում Աստված։ Գիտեք, միշտ սա կտեսնեք։ Տեսեք, դատավորած գիրքը որոշակի առումով հանդիսանում է Իսրայելի քանանացումը։ Այսինքն Աստված Իսրայելին դնում է Քանանի երկիր, որպեսզի Քանանի երկիրը դարձնի Իսրայել, այսինքն Քանանի երկիրը իրեն ժողովուրդ սարքի, տեսնելով իսրայելացիների վարքը, աստվածպաշտությունը, այնպիսի մի վիճակում է Իսրայելը լինում, որ Իսրայելն է դառնում քանանացի, ոչ թե քանանացիներին դարձնում է իսրայելացի։ Որովհետև 5 կտակում դուք միշտ կտեսնեք, Աստված ասում է, եթե մեկը գա կուզի հրեա դառնա եւ այնքն ասում է ինչ անեք, որպեսզի ինքը ընդունի հրեությունը եւ դառնա իմ ժողովրդի մի մասը։ Ինչպես դատավորած գրքում տեսնում ենք Աստված գործում է կենեզյան Քաղեբի սրտի մեջ։ Կենեզյան Քաղեբը հեթանոս է։ Քաղեբ նշանակում է շուն։ Այսինքն հրեաները օտար ազգիներին ասում էին շուն, քաղեբներ, Քաղեբ արաբերեն կարծեմ Քալեբ շուն է նշանակում նույնիսկ մինչև այսօր։ Այսինքն Քաղեբը դա դառնում է իսրայելացի եւ ի վերջո խոստացյալ երկիր է մտնում, այդ ամբողջ սերունդը, որը կործանվում է, չի մտնում, Քաղեբը եւ Հեսուն են մտնում խոստացյալ երկիր նոր սերունդի հետ։ Ամբողջ 9 սերունդը կործանվում ընկնում է անապատում։ Ինչի, որովհետև ժառանգությունն է վայելում Աստծո ժողովրդի, ինքը համարում Աստծո ժողովրդի կարևոր հավատարիմ։ Քաղեբը ինչ էր անում Աստված Քաղեբի միջոցով նախանձի էր գրգռում մյուս իսրայելացիներին։ Նա օտար է, բայց ինձ երկրպագում է, եւ ուշադիր եղեք Հռութը, որը հանդիսանում է որոշակի, այսինքն դատավորած գիրքը հանդիսանում է պատվանդան Հռութի։ Տեսեք, Հռութի գրքում ինչ ենք մենք կարդում։ Արդեն տեսնում ենք ինչպես Աստված տալիս թագավոր, որտեղ Հռութը հանդիսանում է Դավիթ թագավորի տատիկը։ Հռութը հանդիսանում է նախատատիկը Հիսուս Քրիստոսի։ Ով է Հռութը։ Հեթանոս, Մովաբացի, ով թողնում է իր չաստվածներին եւ հավատարմորեն միանում է Իսրայելի ժողովրդին եւ իր Կեսարի հետ գնում է եւ պաշտում է միակ Աստծուն։ Տեսեք, հակառակն է, իսրայելացիները թողում են իրական Աստծուն, գնում են պաշտելու օտար աստվածներին։ Հռութը թողնում է իրենց օտար աստվածները եւ գալիս է դառնում է իրական աստվածապաշտ։ Ինչ էր անում Աստված սրանով նախանձի է գրգռում։ Եվ այս մասին մեր հատվածը առավել է խոսելու։ Հռութը իմիջիայլոց դատավորած գիրքը հանդիսանում է Հռութի գրքի պատվանդան։ Ինչի։ Դատավորած գրքում ինչ են կարդում։ Ամեն մարդ իր աչքին հաճելին էր անում, որովհետև Իսրայելում թագավոր չկար։ Սա բանալի բառն է, մի քանի անգամ կրկնվում է ամբողջ դատավորած գրքում։ Սա ցույց է տալի դատավորած գրքի ընդհանուր շրջանը։ Ամբողջ Իսրայելը անում էր իր աչքին հաճելի եղածը, ինչ որ գտնում էր ճիշտ, ինչի,
որովհետև Իսրայելում թագավոր չկար։ Եվ արդեն Հռութի գիրքը ցույց տա ինչպես Աստված թագավոր դնում Իսրայելի համար։ Եվ մի թագավոր, որ պիտի ժողովրդին մղի Աստված պաշտության, բայց առաջի թագավորը տեսնում ենք, որ ժողովրդին հեռացնում Աստված պաշտությունից, սա Սավուլը։ Եվ որովհետև մարդիկ իրենց սրտի համաձայն թագավոր են դուրում, ոչ թե Աստծուն ասում են դու քո սրտի համաձայն թագավոր դուրում ես։ Եվ Դավիթը արդեն Աստծո սրտի համաձայն թագավորն է, որը մղում է Իսրայելին Աստված պաշտության։ Ամեն դեպքում մենք ինչի մասն ենք խոսում։ Մենք խոսում ենք, որ Աստված նաև Իսրայելին նախանձի էր գրգռում հեթանոսներին փրկություն տալու պարագայով։ Տեսեք, Դամանիկն ասում է մի անմիտ ազգով, այսինքն Աստծուն չճանաչող ազգով։ Մյուսը մի ոչինչ ժողովրդով, Աստծո անունը չկրող ժողովրդով կնախանձեցնեմ ձեզ, որ իմ անունն եք կրում, բայց ինձ չեք ճանաչում։ Սա նախանձի գրգռելն է։ Եթե հիշում եք Հովնան մարգարեն, Աստված Հովնանին ուր ուղարկեց։ Ուղարկեց Նինվե, ասորիների քաղաք։ Ինչ ասեց, գնա եւ քարոզի, ինչա հոժարությունով էր գնում Հովնանը։ Ինչի ոչ, ինքը նախանձում է ինչի համար, ուշադրին եք։ Հովնանը ինչի համար է նախանձում։ Իր ժողովրդի, որտեղ ասորիները մի քանի տարիներ հետո դառնալու են ամբողջ Իսրայելի թշնամիները, կործանելու են Իսրայելը։ Հիմա Աստված ասում է գնա եւ ասորիներին քարոզի ապաշխարություն, որ փրկվեն։ Չի գնում Հովնանը, ինչի նախանձում է իր ժողովրդի համար։ Բայց երբ որ գնում է ի վերջո Աստված օգտագործում է կետը, կուլատալի փսխում է նրան, ի վերջո ապաշխարում է կետի փորում եւ գնում է քարոզում է չուզենալով, բայց քարոզում է փրկություն, ինչ եք տեսնում։ Ամբողջ ժողովուրդը քուրձը հակած ծոմով ապաշխարում է։ Դա ում է նախանձի գրգռում։ Հովնանին, եւ Հովնանը ինչ մեկ ինչ բառ ասում։ Ասում է ես գիտեի, որ դու ողորմած Աստված ես եւ իրանց կփրկես։ Ես գիտեի, որ դու նրանց սրտի մեջ ներգործելու ես։ Այսինքն տեսեք, սա շատ կարևոր է եւ Աստված սա օգտագործում է։ Միշտ կտեսնեք։ Հետո կամ Հիսուսի պարագայում հիշում եք, Հիսուսը երբ որ խոսում էր իսրայելացիներին, բառ օգտագործեց, որով նա ջղայբարկացան, ուզում էին Քրիստոսի սպանել։ Հիշում եք ինչ ասեց, բանի Եղիայի ժամանակ շատ բորոտներ կային Իսրայելում, բայց Աստված ոչ մեկին չհայտնվեց, միայն Ասորի Նեհեմային, եւ իսրայելցիները ջղայնանում են, ինչ ես ասում, մենք ենք Աստծո ժողովուրդը, ինչպես Աստված նրան բժշկեց։ Այսինքն Հիսուս Քրիստոսը բացում է նրանց հասկացողությունը, Աստված նրանց հայտնվեց, ինչի, այդպես կամեցավ։ Կամ շատ որբևարիներ կային Իսրայելում, բայց ում հայտնվեց, մի հեթանոս կնոջ որբևարու։ Այսինքն եւ այս բառերը նախանձի էր գրգռում Իսրայելը։ Հիսուսը նույնպես որպես Աստված սա օգտագործում է եւ նույն մեր հատվածի մեջ օգտագործվում է սա։ Տեսեք, եկեք անդրադառնանք մանավանդ մեր 11-րդ գլխում շատ կարևոր սկզբունքի մասին է խոսում։ Եկեք անդրադառնանք, այսինքն Աստված խոսելու է, որ ինչպես Իսրայելացիների անկումով նախանձի գրգռեց հեթանոսներին եւ հեթանոսներին bet նրանք, որոնք չեն փնտրում Աստծուն, որովհետեւ մի հեթանոս չի հարցնում, ինչ չեք ասի Աստված ինչպես պաշտեմ, չկա այդպիսի բան, նրանք ոչ փնտրում են, ոչ էլ խնդրում են, մենք արդեն կարդում ենք 3-րդ գլխում, չկա Աստծուն փնտրող, չկա Աստծուն խնդրող, բոլորը խոտորել են, չկա բարի, տեսնում եք, այսինքն բայց Աստված նրանք, որ չեն փնտրում, նրանց հայտնվում է։ Սա նշանակում է Աստված ում որ ուզում է անում, այսինքն ոչ թե փնտրեցին եւ գտան, այլ չէին փնտրում, Աստված հայտնվեց, ասեց ահա ես։ Եվ մենք կարդալու ենք այդ հատվածը։ Ահա ես երկու անգամ ասում Աստված։ Այսինքն սա ցույց է տալի, որ փրկությունը կամ այդ հավատքը Աստծո շնորհքի պարգև է, ոչ թե փնտրելու արդյունք է։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, մեր հռոմեացիս մի քիչ առաջ գնանք 11-րդ գլուխը, ճիշտ է, մենք այս ամեն ավելի խորը նայելու ենք, բայց հիմա ուշադրինայք ինչ ասում Աստված։ 11-ի 11-ում ուրեմն ասում է. միթե գլորվեցան, որ կործանվեն, Իսրայելի մասին է խոսքը։ Միթե Իսրայելը գլորվեց, որ կործանվի։ Հիմա ուշադրինայք։ Քավլիցի, ոչ ասում է, կամ մի բան, որ Աստված անում է, դուք չգիտեք, թույլ տվեց, որ գլորվեն, բայց ինչի։ Միթե գլորվեցին, որ կործանվեն, քավլիցի, բայց նրանց գլորվելովը հեթանոսների փրկություն եղավ, որ նախանձի գրգռե նրանց հրեաներին։ 11 համարում տեսնում եք ինչ է ասում։
Ուրեմն ասում եմ, մենք քիչ առաջ ընկանք, հետո մենք բոլորը կնայենք, որպեսզի հասկանանք ինչի է ինքն ասում, ուրեմն ասում եմ, ինքը բան է բացատրում, ժամանակը խնայելու համար չեմ ուզում խոսամ, բայց 11-ում ուղղակի ցույց է տալի, որ Աստված նախանձի է գրգռում հեթանոսներին Իսրայելի անկումով եւ Իսրայելի անկումով հեթանոսներին նախանձի գրգռելով փրկության, հեթանոսներին փրկություն շնորհելով, այդ անկում ապրած Իսրայելին է նախանձի գրգռելու։ Ինքը սա ասում է շատ կարևոր է։ Ուրեմն ասում եմ, միթե գլորվեցան, որ կործանվեն, քավլիցի, բայց նրանց գլորվելով է հեթանոսներին փրկություն եղավ, որ նախանձի գրգռել նրանց, առավել 12 համար ասում է, բայց եթե նրանց հանցանքը աշխարհի մեծություն է եւ նրանց նվաստությունը հեթանոսների մեծություն, ել որքան ավելի նրանց լիությունը, այսինքն եթե ամբողջ Իսրայելը ընկավ եւ աշխարհում տարածվեց Քրիստոսի լուրը եւ հեթանոսները փրկվեցին լիությունով, ուշադիր նայեք, այսինքն դրա համար ասում է դա հեթանոսների համար մեծություն եղավ նրանց անկումը, նրանց նվաստացումը հեթանոսների համար մեծություն եղավ կամ փրկություն, ինքը որոշակի բառեր օգտագործում հասկացողության ալեգորիկ, որքան ավելի նրանց լիությունը, որքան ավելի որ նրանք կապաշխարեն իսրայելացիները։ Դա մենք գիտենք վերջի շրջանն է, որ վերջի 7-յակում դուր կբացվի Իսրայելին, եւ որ ամբողջ Իսրայել այդ սերունդը կապաշխարի եւ կսկսի հազարամյա, սա արդեն գալիս է Աստծո արքայության շրջանը։ Դա մա տեսեք ինչ եւ արդեն հարության շրջան, որ հարություն պիտի առնեն։ Ասում է, բայց ձեզ հեթանոսներին ասում եմ, որովհետեւ ես հեթանոսներին առաքյալ եմ, պաշտոնս փառավոր կանեմ։ Եվ անմիջապես ասում է, որ միգուցե իմ մարմինը լինողներին կամ իմ ազգականներից հրեաներից նախանձի գրգռեմ եւ նրանցից մի քանիսին ապրեցնեմ։ Նույնիսկ Պողոս առաքյալը ասում է, եւ այս պաշտոնը, որ հեթանոսներին ավետարան եմ քարոզում, ամբողջական կանեմ, որ միգուցե ասում նրանցից մի քանիսին նախանձի գրգռեմ, այսինքն նախասանված այդ շնորհքի մնացորդին բերեմ Քրիստոսի փրկության բերեմ։ Տեսնում եք, այսինքն ավելի խորը կարող տեսնենք եւ հետագայում մենք կարադառնանք նաեւ այս ընդհանուր հատվածին 11-ին, որտեղ առաքյալը շեշտում է, որ եթե իսրայելացիները փրկվեն, նրանց փրկությունը ինչա, եթե ոչ մեռելների կենդանություն կամ մեռելների աճ, սա վերջի շրջանն է։ Այսինքն այս շրջանում հիմա որ մենք հեթանոսները գալիս են հավատքի եկեղեցիներն աճում են, որոշակի առումով այն հանդիսանում է Իսրայելի համար նախանձ, որ մենք պաշտում ենք նույն Եհովային, իսկ իրանք մնացել են իրենց ավանդույթի մեջ։ Հիմա եւ Իսրայելը հիմա անկում ապրում, բարոյալքված քաղաք, բարոյալված երկիր է, մեծ պղծություններով լի։ Սա Աստծո նախախնամությունն է, թույլ տվող կամքն է սերներս, որի մասին մենք շատ հաճախ չգիտենք, մինչև տեսնում ենք ամբողջ այդ Աստծո ծրագիրը ինչպես արեց Աստված։ Հիմա դա մարինքն ասում է, Աստված բոլորին արգելեց անհավատության մեջ, որ բոլորին բերի ապաշխարության։ Ուրեմն սա հիշեք, երբ որ 11 համարում ասում է միթե նրանց գլորումը եղավ անկման պատճառ, ոչ ասում է, նրանց գլորումը եղավ, որպեսզի հեթանոսները փրկվեն եւ հեթանոսների փրկվելով ես նրանց բերեմ գրգռեմ նախանձի, արդեն 13-14-ում խոսում է առաքյալ նաեւ իր պաշտոնի մասին, որ ինքը հեթանոսների առաքյալ լինելով հեթանոսներին տարածում է ավետարան, նպատակը նաեւ այդ ավետարան, իհարկե նպատակը որպեսզի հեթանոսները փրկվեն Քրիստոսով Աստծո ժողովուրդ դառնան, բայց նաեւ նպատակներից մեկը ինքն ասում է տեսեք 13-14 համարը նորից, բայց ձեզ հեթանոսներից ասում եմ, որովհետև ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կանեմ կամ ամբողջական կանեմ, որ գուցե իմ մարմնի լինողներին նախանձի գրգրեմ կամ իմ ազգականներին, հրեաներին նախանձի գրգրեմ եւ նրանցից մի քանիսին ապրեցնեմ կամ փրկեմ։ Քանզի եթե նրանց մերժումը աշխարհի հաշտություն է, իսկ եթե Աստված նրանց մերժեց եւ դրանով հեթանոսները հաշտվեցին Աստծո հետ, ապա նրանց ընդունելությունը ինչ է, եթե ոչ կենդանություն մեռելներից, ապա նրանց ապաշխարությունը ինչ է, որ եթե վերջի շրջանում արդեն մեռելների հարություն, այսինքն Աստծո հազարամյայի սկիզբ եւ հետո նաեւ դատաստան, սպիտակաթոռաճ եւ արդեն հավիտենականությունը։ Սա շատ կարեւոր է։ Ուրեմն, որպեսզի ավելի մեզ համար հասկանալի դառնա, հիշեք Ղուկաս 4:25-ում որբևարի այս պարագան, երբ որ շատ որբևարիներ կային, բայց նաև հիշեք մոտավորապես Մատթեոս 8:10-ում Հիսուսը շեշտեց, որ այսպիսի հավատք, այսինքն այդ հեթանոս հռոմեացու, այսպիսի հավատք ես նույնիսկ Իսրայելում չեմ տեսել, այսպիսի հավատք, որտեղից այդ հավատքը, այդ հեթանոսին, դա Աստծո ներգործությունն է հեթանոսին դուր բացել, որպիսի նախանձի գրգռի եւ Հիսուս այս բառերն օգտագործում է։ Ում ասում իր աշակերտებს այսպիսի հավատք նույնիսկ Իսրայելում չեմ տեսել, Աստծո ժողովրդի մոտ չեմ տեսել։ Սրանք բոլորը օգտագործում է Քրիստոսը։ Եվ կարևոր մի հատված եմ ուզում անդրադառնանք, առաջի Պետրոս 3:15-ը տեսեք։
Առաջի Պետրոսի թղթի բուն նպատակը չարչարանքների մեջ ինչպես փառավորել Աստծուն, եւ այդտեղ 15 համարում ասում է 3-րդ գլխի. «Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ եւ երկյուղատությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղածի հույսի համար պատճառ հարցնել»։ Այսինքն բարի խշմտանք ունենաք, որ ոչ մի բանի համար չարախոսում են ձեզանից, ամոթով մնան նրանք։ Ինչ է ասում։ Այսինքն մեր սուրբ կյանքը մարդկանց առաջ որոշակի առումով Աստված օգտագործում է նրանց նախանձի գրգռելու, նրանց մեր սուրբ կյանքը որոշակի առումով նրանց չի փրկում մեր սուրբ կյանքը, հիշեք, մարդիկ փրկվում են Քրիստոսի մասին լուրը լսելով, բայց մեր սուրբ կյանքը մղում է մարդկանց որոշակի առումով նրանց ներսում գործ անում, որպեսզի նրանք հարցնեն մեզ Քրիստոսի մասին, հարցնեն ինչի ես դու այսպես վարվում, աշխարհը սենց է վարվում, դու խի ես հակառակ վարվում, դա մղում է, այսինքն մեր սուրբ կյանքը մարդկանց առաջ, դա ասում է, այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ եք, ձեր հասկացողության մեջ այլ լինի սուրբ, այսինքն նվիրվեք նրան եւ ապրեք այդպիսի կյանք, որ պատրաստ լինեք հեզությամբ, երկյուղացությամբ պատասխան տալու այն ամենին, որ ձեր հույսի համար ձեզանից պատասխան հարցնեն։ Որոշակի առումով մղում է մեզ, որպեսզի, այսինքն մղում է հեթանոսներին, մյուս մարդկանց, որպեսզի մեր հույսի համար հարցնեն Քրիստոսի մասին։ Երբ որ խոսենք Քրիստոսի մասին, չենք վերագրի, չենք ասի, մենք ենք այսպես, պարզապես ես խելոք տղա եմ, հասկանում, ոչ, որովհետև Քրիստոսը ինձ ողորմեց։ Եվ ես կսկսեմ խոսալ Քրիստոսի մասին, որը եթե Աստված ներգործի նրա սրտի մեջ, այդ անձը կգա փրկության։ Նույնիսկ ինչպես տեսնում եք, մեր այսօրվա սուրբ կյանքը շատ կարևոր է, նորից, որովհետև մենք խոսել ենք այս մասին։ Իմ ապրած սուրբ կյանքով, իմ բարեգործությունով որևէ մեկը չի փրկվում։ Փրկվում են ավետարանի Քրիստոսի մասին լուրը լսելով, որտեղ Աստված դա է նախասահմանը, հավատքը լսելուց է։ Բայց իմ սուրբ ապրած կյանքը նպաստում է, որպեսզի այդ Քրիստոսի մասին խոսքի համար ինձ հարցնեն։ Այսինքն տեսնեն տարբերություն իրենց ապրած կյանքի եւ իմ ապրած կյանքի, եւ այդ տարբերությունը պիտի մղի նրանց նախանձի հարցնելու ինչի ես դու այդպես ապրում։ Եվ դուք խոսեք արդեն Քրիստոսի կատարած շնորհքի մասին ձեր կյանքում։ Ուրեմն շատ կարևոր է սա։ Մենք նայեցինք 19-րդ համար, հիմա 20 համարում, բայց Եսային ավելի համարձակում է։ Այստեղ ավելի կարևոր բան եք տեսնել, այսինքն ավելի Առաքյալ այստեղից սկսում է զարգացնել այդ միտքը, որ հեթանոսներին նախանձի գրգռում, հեթանոսներով նախանձի ագրգռում հрьяաներին, որպեսզի նրանց մղի ապաշխարության։ Ուշադրին նայեք, բայց Եսային ավելի համարձակվում է եւ ասում. «Ես գտնվեցա նրանցից, որ ինձ չէին որոնում»։ Շատ կարևոր բառեր է, որոնք շեշտում են, որ հավատալը Աստծո շնորհքի բաժին է։ Ես գտնվեցա նրանցից, որ ինձ չէին որոնում։ Ում է ինքը, ում է հակաթեզից բերում։ Հիշում եք մենք կարդացինք Իսրայելը, որ փնտրում էր, որոնում էր, չասավ, իսկ հեթանոսները, որ չէին որոնում, չորոնելը, չփնտրելը, չխնդրելը արտարության մասին, առաքյալը ներկայացնում է հեթանոսների բնութագիր։ Ինքը հեթանոսներին ներկայացնելու համար օգտագործում է այս երկու կարևոր սկզբունքը։ Նրանք Աստծուն չփնտրողներ են եւ Աստծուն չխնդրողներ, Աստծո մասին չհետաքրքրվողներ։ Նրանք հետաքրքրված են իրենց կյանքով, իրենց կյանքը վայելելով։ Սա հեթանոսների բնութագիրն է։ Հիմա դրա համար ասում է 20-ում, բայց Եսային ավելի համարձակում եւ ասում. «Ես գտնվեցա նրանցից, որ ինձ չէին որոնում»։ Իսկ Իսրայելը ամբողջ որոնում էին, ինչ օրենքի գործերով փրկություն, բայց չէին որոնում Քրիստոսով փրկություն։ Որոնում էին, Աստծուն որոնում էին, արդարություն էին որոնում, նրանց չգտնվեց Աստված։ Բայց նրանք, որ չէին որոնում ընդհանրապես, ոչ գործերով, ոչ հավատքով, գտնվեց Աստված նրանց։ Եվ ավելի 20-ում ասում է. «Եվ գտնվեցան նրանցից, որ ինձ չէին որոնում, եւ ավելի հայտնի եղա նրանց, որ ինձ համար չէին հարցնում»։ Տեսեք, փնտրելն է օգտագործում, որ հեթանոսները չունեին, բայց գտնվեց Աստված, ահա ես կարդալու ենք։ Եվ ես հայտնեցի իմ անձը նրանց, որ ինձ համար չէին հարցնում։ Այդպես չի, որ գիտեք մի ինչ-որ բարի, ճիշտ է, նրանք հեթանոս են, բայց ինչ-որ մի բարի լույս կար, լույս էին փնտրում, Աստված էլ հայտնվեց, դե որ փնտրում եք, ես եկա ինձ հայտնելու։ Ոչ փնտրում են, ոչ էլ հետաքրքրում են, ոչ էլ հարցնում են, բայց Աստված հայտնվեց եւ Աստված գտնվեց նրանց։ Սա շնորհքն է, սիրելիներս, սա ողորմությունն է, սա կարևոր է։ Եկեք անդրադառնանք որտեղից է մեջ բերումն անում։ Եսայի 65:1 եկեք նայենք։ Ուշադիր լայք խնդրում եմ բառերը։ Ես որոնվեցի նրանցից, որ չէին հարցնում, ես գտնվեցա նրանցից, որ ինձ չէին խնդրում։ Հիշում եք, 3-րդ գլխի մենք կարդում ենք. ոչ ոք չկա, որ Աստծուն խնդրե։ Խնդրել դա նշանակում փնտրել, հասկացողությունն է։ Որ ինձ չէին խնդրում, եւ ասեցի, ինչ ասեցի,
ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչում։ Ովքեր են սրանք? Հեթանոսները։ Աստված ցույց է տալի, որ ինքը հայտնվեց այն ազգին, որ իր անունը չէին կանչում։ Սա շատ կարևոր է, սերնես։ Եվ այս մասին խոսում է մեր 9:30-ը։ Արդի ինչ ասենք, թե հեթանոսները, որ արդարության ետևից չէին գնում, այսինքն արդարության հասան, նրանք ոչ արդարություն փնտրում էին, ոչ էլ խնդրում էին, արդարությունը ստացան, հասան արդարության։ Ինչի, որովհետև Աստված ասեց ահա ես։ Աստված ինքն է իր անձը հայտնում։ Եվ սա շատ կարևոր սկզբունք է, որ ես ուզում եմ անդրադառնանք սրան։ Հիշում եք, նույնիսկ Հիսուս Քրիստոսը մի կարևոր բան ասում Մատթեոս 11, ուզում եմ մի քիչ անդրադառնանք սրան։ Մինչ կանադառնանք Մատթեոս 11-ին, դեռ կարևոր բան կտեսնենք, որ Հիսուս Քրիստոսը ինքն է հայտնում իր անձը։ Ում որ կամենում է, սա կտեսնենք։ Բայց հիմա նայեք, նույնիսկ Եփեսացիս 2 գլխում ինչպես է նկարագրված հեթանոսները։ Եվ դուք, որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, մեռած, հոգեորապես անկենդան, հոգեորապես ոչ կենդանի մարդը ինչպես պիտի հոգեոր բան փնտրի, ինքը հոգեորապես մահացած է։ Այսինքն նրանք, որոնք ասում են, որ հավատքը դա մարդկային մեր կարողությունն է, ուղղակի մենք իմաստուն գտնվեցինք մյուսներից եւ գործի դրեցինք, դա հիմար ներողություն եմ խնդրում, բայց դա հիմար վարդապետություն է, դա Աստծո շնորհքի մասին չի խոսում։ Դա խոսում է մարդու շնորհքի մասին, այդ դեպքում մարդը իր շնորհքով է փրկվում, ոչ թե Աստծո շնորհքով։ Սա կարևոր է։ Եվ դուք, որ իրականում պատկեր է, եւ դուք, որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության պես, ընթանում էիք այդպես եւ կընթանայիք մինչև վերջ, եթե կարդում ենք 4-րդ համարը, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ կամ շնորհքով, իր շատ սիրելու համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ եւ անմիջապես շնորհքով եք փրկված։ Ձրի, ոչ թե ձեր փնտրտուքի, ոչ թե ձեր հետաքրքրության արդյունքում, ձրի եք փրկված։ Սա ինքը խոսում է, որպեսզի ցույց տա, որ ոչ ոք չպարծենա հետագա համարներում, որ որևէ մեկը չպարծենա, պարծանք չունենա իր կարողության վրա, փրկության առումով, դա Աստծուց է շնորհք։ Սա ամենակարևորը։ Հիմա, որովհետեւ մենք սա հասկանանք, ես գտնվեցա, իմ անձը գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում, ես նրանց գտնվեցա, ես իմ անձը գտնել տվեցի, ես իմ անձը նրանց հայտնեցի, նրանք չէին փնտրում, ես հայտնեցի իմ անձը նրանց։ Սա ամենակարևորն է։ Այստեղ է, որ մենք հասկանում ենք, որ հավատքը ոչ փնտրողից է, ոչ կամեցողից։ Հիշում եք 9-րդ գլխի մեր այդ հատվածը։ Ոչ կամեցողից է, ոչ ջանկանողից, այլ Աստվածանից, որ կամենում է ողորմել։ Նույնն է, այսինքն հավատքը, սիրելիներս, դա Աստծո պարգևն է, ում որ կամենում է, նրան էլ տալիս է։ Բայց ավելի խորն ենք մենք տեսնելու սա, մի քիչ ավելի։ Հիմա տեսեք, ուզում եմ անդրադառնալ Եսայի 53:1-ին։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք այս մասին խոսել ենք, բայց նորից ուշադրեք, ով հավատաց մեր լուրին եւ անմիջապես Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Ինչ է նշանակում Տիրոջ բազուկը։ Մենք խոսել ենք Տիրոջ զորությունը փրկելու առումով, ում հայտնվեցավ։ Այսինքն ուշադիր նայեք, ես հիմա այս նախադասությունը ձևակերպեմ ավելի հասկանալի։ Ով հավատաց մեր լուրին, եւ ասում է Տիրոջ բազուկը կամ փրկության զորությունը ում հայտնվեցավ։ Հարց եմ ձեզ տալի, իսկ ով հավատաց, այն մնացորդ հավատաց, ճիշտ է։ Այսինքն ով հավատաց մեր լուրին եւ փրկվեց, նրանք, որոնց հայտնվեց Տիրոջ բազուկը, որոնց հայտնվեց Տիրոջ զորությունը փրկարար։ Առաքյալն ասում է, ես ավետարանը ամոթ չեմ համարում, որտեղ նա է Աստծո զորությունը փրկելու ամեն մարդու, եւ հեթանոսին եւ հրեային։ Դա է փրկության զորությունը։ Ում հայտնվում է, ով հավատաց, տեսեք, ով հավատաց մեր լուրին, ով հավատաց մեր ասացին Քրիստոսի մասին, ով հավատաց, նրանք, որոնց հայտնվեց Աստծո բազուկ, այդ մնացորդին։ Դրա ասում է, ում հայտնվեց Տիրոջ զորությունը, ում, չի, ով հավատաց, ոչ ոք այդ ամբողջությունից, ում հայտնվեց, ոչ մեկի, բայց միայն մնացորդին։ Եվ հետևից խոսում արդեն Քրիստոսի մասին, նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրից, այսինքն շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ այստեղ նույնպես շեշտը դրված է, ով հավատաց մեր լուրին, հավատացին նրանք, որոնց հայտնվեց Աստծո բազուկը։ Ինչի եք դուք հավատացել։ Եթե ձեզանից մեկը կասի, որ ինքը փնտրել է, այո, դու փնտրել ես, որովհետև Աստված ներգործել է, որովհետև Աստված քո կամքը փոխել է, այսինքն Աստված կենթանացրել է քեզ մեռալներից։ Սա ամենակարևորը, սա քո շնորհքը չի, սա քո փնտրտուքի արդյունքը չի, սա Աստծո ներգործության եւ քեզ կենթանացնելու արդյունքն է, որ սկսել ես փնտրել եւ ի վերջո ինքը իր անձը քեզ հայտնել է։ Այս փրկության, այս հավատքի մասին, այսինքն մեր երրորդ բաղադրիչը բնութագիր հավատքի։
Հավատքը ստանում ենք Աստծո շնորհքով որպես պարգև։ Հավատքը Աստծո շնորհքի բաղադրիչ է։ Սա նույն պարալելիզմը, երբ որ կարդացինք Եսայի 53:1, պարալելիզմը սա կոչվում, այսինքն զուգահեռական, ով հավատաց մեր լուրին, Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Մեր լուրին հավատաց միայն շնորհքի մնացորդը, որտեղ Տիրոջ բազուկը հայտնվեց այդ շնորհքի մնացորդին։ Հիմա թե ինչ նախախնամության կերպեր օգտագործեց նախանձի ինչպես գրվեց, դա Աստծո գործն է, ինչպես նախասահմանված անձին բերեց փրկության։ Մեկ այլ հատվածում, օրինակ Եփեսացիս 1:1-19 համարում, ինքը ցույց է տալի, որ այդ հավատքը մենք ստացանք Աստծո զորությունով։ Եկեք ավելի նաև սա նայենք։ Եվ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում հավատացյալին, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես։ Ինչպես մենք հավատացինք, որ հավատացինք իր կարող զորության, իր զորության կարողության հաջողացնելու պես, ինչպես իր կարողություն, իր զորությունը իր կարողությունով մեր մեջ ներգործեց, հաջողացրեց, որ հավատացինք եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսումը գործադրեց ինչ այդ զորությունը նրան մեռելների միջից հարուցանելով, իր աջ կողմը նստեցրեց երկրավորներումը։ Այսինքն այն զորությունով, որ Աստված Քրիստոսին մեռելներից հանեց, այդ նույն զորությունով մեզ մեռածներից կյանքում հավատք դրեց, կենդանացրեց նաև մեզ, որ հավատանք այդ կարող զորության պես։ Սա նույնպես Եփեսացիս, այսինքն նրա զորությունն է մեզ հավատք պարգևող։ Եվ Մատթեոս 11:25-27-ը նայենք։ Այս հատվածում շատերը ընթերցում են արդեն ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, բայց մինչև այդ ինչ է ասում Քրիստոսը։ Ուշադիր նայեք։ Այդ ում այնքան ասում ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ։ Ուշադիր նայեք, այո, բոլորին, բայց ուշադիր նայեք ով է գալու։ Տեսեք 25-ը։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց. «Գոհանում եմ քեզանից, ով Հայր, երկնքի եւ երկրի Տեր, որ իմաստուններից եւ գիտուններից, այսինքն մարդկային կարողություն ունեցողներից, ըստ իրենց հասկացողության, այդպես էին կարծում իրենք, այս բաները ծածկեցիր եւ երեխաներին հայտնեցիր»։ Ինքը զուգահեռական է բերում։ Ամբողջ հрьяաների իմաստուն այդ էլիտան, այդ քահանաները, դպիրները, մյուսը փարիսեցիները եւ այն մարդիկ, այն երեխաները, որոնք իր հետ են, աշակերտները, որոնց հայտնեց Քրիստոսը իրանց։ Ծածկեցիր նրանցից եւ հայտնեցիր երեխաներին, այո ով Հայր, որովհետեւ այսպես հաճո եղավ քո առաջին, որովհետեւ այսպես կամեցար։ Այսպես դու կամեցար։ Ամեն բանից տրվեցավ իմ հորիցը, ուշադիր նայ, եւ ոչ ոք չի ճանաչում որդիին, բացի միայն Հայրը։ Եվ ոչ ոք չի ճանաչում հորը, բացի միայն որդին, էլի մեկը, ով, եւ ում որ որդին կամենա հայտնել։ Տեսնում եք։ Եվ ում որ որդին կամենա հայտնել։ Այսինքն Աստված ասում է, ահա ես, ում որ կամենում է։ Բայց մենք անդրադառնալու ենք այդ դեպքում մարդը ինչի է կրում պատասխանատվություն, որովհետեւ մարդը չի ուզում հավատա։ Բայց հետաքրքիր է, որ Աստված մղում է մարդուն, պատվիրան է տալի փնտրեք ինձ, բայց մարդիկ չեն փնտրում։ Երբ որ առաքյալն ասում է ասում փնտրող չկա, չի նշանակում, որ Աստված չի ասում ինձ փնտրեք, ասում է ինձ փնտրեք, բայց չեն փնտրում։ Այստեղ է մարդու պատասխանատվությունը։ Այս մասին մենք խոսել ենք մեր մյուս զանազանության մեջ արդեն 4 բաժնի, բայց հիմա եկեք ավելի կարևոր բան խոսենք։ Միշտ հավատքի ստանալու համար Աստվածաշունչը նոր կտակարանը նույնիսկ 4 անգամ օգտագործում է մի բառ, որ նշանակում է վիճակով ընկնել կամ շահել։ Վիճակով ընկնել, այն լանգխանո բառն է, որ միշտ նշանակում է ստանալ վիճակով, այսինքն ժրեբի, գցել եւ ում ընկավ նայել ստանում է։ Եկեք անդրադառնանք սրան, տեսեք։ Քանի որ մենք բնագրի բառերը չգիտենք նշանակությունը, որոշակի առումով մի քիչ լեքսիկոլոգիական սկզբունք օգտագործենք, որպեսզի հասկանանք։ Մենք կարդում ենք առաջի Պետրոս 1:1, տեսեք։ Պետրոս Հիսուս Քրիստոսի առաքյալ ընտրված օտարականներից, շեշտեց ընտրված օտարականներից, որ ծրված եք Պոնտոսի, Գաղատիա եւ Կապադոկիա եւ Ասիա եւ Բյութանիա երկրներում, հոր Աստծո կանխագիտության պես, նախասահմանության պես, հոգու սրբությունով, շատ կարևոր սկզբունք, ուշադիր նայեք։ Հիմա սա առաջի Պետրոսը շնորհքնդրության պես, ուշադիր նայեք, հոր Աստծո կանխագիտության պես, հոգու սրբությունով, հնազանդության եւ Հիսուս Քրիստոսին այրունին սրսկելու համար շնորհք եւ աղաղությունը շատանա ձեր վրա։
Հետևից օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Սա առաջի իր նամակը։ Տեսնում ենք ընտրությունը, տեսնում ենք շնորհքը, տեսնում ենք մեռելներից կենդանացումը։ Հիմա երկրորդ նամակի մեջ 1:1-ը տեսեք ինչ է ասում։ Այս նույն սկզբունքը ավելի արդեն կրճատում, այս նույն 3 սկզբունքները, ընտրությունը, Աստծո շնորհքով ստանալը, մեռելներից կենդանացնելը, դա Աստծո ինիցիատիվն է, Աստված է դառնում։ Հիմա 1:1-ում, երկրորդում արդեն ասում է, շատ կարճ արդեն իրար հետ։ Շմավոն Պետրոս Հիսուս Քրիստոսի ծառա եւ առաքյալ ձեզ, որ մեզ հետ նույն պատվական հավատքին հասակ մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությունով։ Մեր թարգմանությունների մեջ սխալ եք տեսնում, այդ հասնել բառը գիտեք ինչ է նշանակում, այն լանքանո բառն է, ռուսերենում կարդում ենք, ինչ է գրած ռուսերենում, принявшим, ստանալ, с нами ровно драгоценную веру։ Այս принявший նշանակում է լանքանո, իրական բառը սա է։ Ես հիմա ձեզ ցույց տամ ինչ այն նշանակում։ Լանքանո նշանակում է получать в удел, обретать по жребию, доставаться или выпадать по жребию։ Վիճակով ընկավ քեզ դա։ Վիճակագրություն եղավ եւ դու քեզ ընկավ դա, այդ թիվը քեզ հասավ, թիվը քեզ ընկավ։ Ինչպես է լոտո խաղում, հանում եք, եղավ, այդպես ձեզ հասավ ասում ասա։ Լանքանո եւ շատ տեղերում է սա օգտագործված այս բառը, օրինակ Ղուկաս 1 վիճակով ընկավ, երբ որ եկեք անդրադառնանք այս հատվածին, տեսեք։ Ղուկաս 1-ում, երբ որ Զաքարիան պիտի քահանայություն անի, վիճակով ընկավ, նույն բառն է օգտագործված։ Մեկին եւ վիճակով ընկավ, եկեք ընթերցենք այդ հատվածները, որպեսզի տեսնենք։ Ուշադիր նայեք, քահանայության սովորության պես իրեն ընկավ, որ Տիրոջ տաճար մտնե խնկարկություն անելու, Զաքարիայի մասին, Հովանես Մկրտիչի պապան, հայրը։ Իրեն ընկավ, վիճակով լանքխանոյը, նույն բառն օգտագործում, մի քանի անգամ որտեղ որ այս բառը կտեսնեք, ինչպես Պետրոս առաքյալն է օգտագործում, այն նշանակում է վիճակով ընկավ։ Վիճակով ընկած հավատքը, որ ձեզ տրվեցավ, որ դուք շահեցիք այդ հավատքը, դրա մասին է խոսքը։ Վիճակով ընկած։ Մեկ այլ հատվածում, որտեղ այդ հատվածը։ Հովանու 19:24, երբ որ Հիսուս Քրիստոսի պատմուճանի համար, որպեսզի այդ շորը ում կլինի, վիճակ էին գցում, թե ում պիտի լինի, նույն բառն է օգտագործված։ Վիճակ գցեցին նրա պատմուճանի համար։ Սա նույնպես Հովանու 19:24, նույն բառն է օգտագործված։ Այսինքն ամեն անգամ երբ որ սա կտեսնեք, սա նշանակում է եւ մեկ այլ տեղ Գործ առաքելոց 1:17-ը ինչպես վիճակ գծեցին եւ Մատաթիային ընտրեցին որպես Հուդայի փոխարեն առաքյալ։ Նույն բառը լանքխանը որտեղ որ կտեսնեք այս բառը, այն միշտ նշանակում է վիճակ գծել։ Այդ նույն բառն է օգտագործում Պետրոս առաքյալը 2:1-ում։ Ասում է որ ասում է ստացալ բառու տեղը լանքխանը թարգմանել են ստացալ, հասակ, բայց նշանակում է վիճակով ստացակ այդ հավատքը։ Այն նույն հավատքը, որ մենք բոլորս ունենք, եկեք նորից անդրադառնանք այդ հատվածին։ Շմավոն Պետրոս Հիսուս Քրիստոսի ծառա եւ առաքյալ, ձեզ որ մեզ հետ նույն պատվական հավատքին հասակ, որ մեզ հետ նույն պատվական թանկագին հավատքը վիճակով ստացակ։ Վիճակով ստացակ։ Չասում, ձեր կարողությունը կարողացաք օգտագործել եւ հավատալ Քրիստոսի։ Իսկ մնացածը հիմար էին, չհասկացան, ոչ։ Վիճակով ստացած հավատքը, որը պատվական եւ թանկագին է, որով դուք փրկություն ձեռք բերեցիք։ Հիմա, բայց Քրիստոսին հավատալը, այսինքն մեր հավատքը չի մեզ փրկողը, հավատքը միջոցն է, մեզ փրկողը Քրիստոսն է իր շնորհքով։ Հիմա տեսեք, այսինքն, բայց որպեսզի այդ փրկությունը ունենք, պետք է այդ միջոցը լինի։ Եվ մեր վերջի հատվածը, որով կամբողջացնենք եւ արդեն 4-րդին մենք կնենք, միևնույն ժամանակ հավատքը մտնում է մարդու պատասխանատվության դաշտ, կանադառնանք արդեն սրան։ Հիմա մենք տեսանք, որ հավատքը դա Աստծո շնորհքի պարգևն է, որպեսզի ամբողջացնենք, տեսեք, Գործ առաքելոց 13:48-ում հեթանոսներն այդ լսելով ուրախանում են եւ Տիրոջ խոսքը փառավորում են եւ հավատացին քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանք։ Ովքեր հավատացին, նրանք, որոնք կարգված էին դեպի հավիտենական կյանք։ Այսինքն հավատքը Աստծո շնորհքի պարգև է։ Եթե մենք հասկացել ենք սա, ուրեմն այդ հավատքի համար նաև անդադար մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն եւ խնդրում ենք, որպեսզի Աստված մեզ իր շնորհքով այդ հավատքը առավել պահի մեզ այդ հավատքի մեջ եւ այդ հավատքով Աստված պաշտությունը մեզ շատացնի։ Դրա համար մեզ պետք է Աստծո խոսքը ընթերցել, որտեղ մեր հավատքի սնող աղբյուրը միակ Աստծո խոսքն է, ոչ թե հրաշքները, ոչ թե մարդկային փիլիսոփայությունները, գնացի երկինք եկա, վայ հավատքը զորացավ, որ այս քրոջ պատմվածքը լսեցի, զգուշ եք։ Հիմա տեսեք
Ուրեմն մենք այս բնութագրից հասկացանք, եթե մենք հավատացել ենք, ուրեմն իմացեք, որ Աստված ձեր մեջ ներգործել է։ Եթե դուք լուսավորվել եք, իմացեք, որ Աստված ձեզ լուսավորել է։ Եթե դուք փնտրել եք, նշանակում է Աստված ձեզ մղել է փնտրելու։ Եթե դուք գտել եք, նշանակում է Աստված ձեզ գտնվել է։ Եթե դուք հավատացել եք, նշանակում Աստված ձեզ այդ պարգևը իր շնորհքով ձեզ տվել է։ Տերը ձեզ օրհնի փառքի համար 4-րդ բաղադրիչ մենք կնենք միևնույն ժամանակ որքանով էլ հավատքը հանդիսանում է Աստծո շնորհքի պարգև մեզ տրված։ Միևնույն ժամանակ հավատքը մտնում է մարդու պատասխանատվության շրջան եւ ինչպես մենք սա կնենք, այդ դեպքում եթե Աստված է տալի, ինչի է Աստված մարդուն կանչում պատասխանատվության չհավատալու համար։ Սա կտեսնենք եւ ավելի կամողջանա մեր հասկացությունը։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, ամեն։